La pari երեգոցեցի դերունական աղոթով սկսենք։ Օրտնյալ դեր մեր Իսուս Քրիստոս ամեն հայր մեր որեր ինսես սուրբ եղիցյանքո եկեսի արկայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եվետրի ըսհաց մեր հանավազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ զվարդիս մեր որպես եւ մենք թող մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզ ի փորձություն այլ բրգյաս մեզ իշխարեն Զինգոյ արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն ըսպարից խորհեր եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ իջար խորհրդոց իբանից եւ ի գործոց բրգյաս մեզ եւ օրմիա քո արարածոց եւ մեզ սպասմամերացս ամեն հրամեցեք Բարի երեգո ցեզի, բարի երեգո նաև բոլոր անոնց, որոնք համացանցի ջամբով, Facebook-յան այս էջով նաև գեհդևին այս սերդողություններուն Ինչպես միշտ այսօր եւս մեր սերդողությունը սկսենք շարականի երկեցողությամբ կավված խաղաղան ժամերկության բաժներ ժամերկութենեն, որ անցել անգամ կփորձենք բացատրություն ունենալ, թե ընդհանրապես ամբողջ եկեղեցվո արարողագարքի մեջ մենք ունենք 7 ժամերկություններ, որոնց մեր վերջին երկուքը խաղաղական եւ հանգստյան ժամեր կոչված բահերն են, ուր հավատացյալ մարդուն գուտան արիթը իր աղոթքը բարձրացնելու եւ Աստծուց խնդրելու խաղաղություն, ներքին հոգի խաղաղություն, որովհետեւ նաեւ այդ խաղաղությամբ կարենա նաեւ հանգիստը ունենալ, մարմնի հանգիստը, չնայած նաեւ մտքով արթուն է, որ հանգարց չլա թե այդ մտքի արթունության մեջ Չար ինքը փորձե նաև այս անգամ մեր քնացած բահում, որ ինքը միշտ արթուն է, փորձե մեզ փորձության տանիլ։ Անորոմանալ աղոթքը բարձրացնենք եւ Աստծուց կխնդրենք այդ խաղաղությունը, Աստծուց կխնդրենք այն հանգիստը, այն երկու բառերն են, որ Քրիստոս օգտագործեց իր երկրավոր առաքելության քարոզության ընթացքին։ Իմ խաղաղությունս է որ կտամ ցեզի եւ ոչ թե այս աշխարհին տված խաղաղությունը մեկ Երկրորդ ինձի եկեք դուք բոլորդ հոգնած եւ բեռնավորված եւ ես ցեզի հանգիստ դիվիդամ։ Եվ ահավասիկ խաղաղական ժամերկության, հանգստյան ժամերկության այս երկու բահերը ուրիշ բան չեն, եթե ոչ խնդրանք ար Քրիստոս ըսելու համար այն խաղաղությունը, որ խոստացա, դուր մեզի։ Այն հանգիստը, որ խոստացա, դուր մեզի, որուն համար է որ մենք կդիմենք ահավասիկ քեզի։ Եվ մանավանդ այս օրերուն, որ մենք կապրենք այսօր, այնպիսի իրավիճակը որ չենք գիտեր քիչ մի հետոն ինչ կլա, ոչ թե վաղն քիչ մի հետոն ինչ կլա, չենք գիտեր, անորոմանալ առավել եւս գարիք ունենք Աստծո պաշտպանության, բահբանության, անոր հովանավորության։ Հետևաբար եկեք այս շարականը որպես աղոթք խնդրենք Աստծուց որ յուրաքանչյուրիս նայի իր սիրովը եւ իր կտությամբ ինք որ մեզ ստեղծած է որպես իր ցերագործը։ Նայած սիրով այրդ գտած ինքո ստեղծյալ գործս ցերած եւս բանագս ռեշտակած դուր բաբան մեզ Church of the
լույս դուրաչած սրդից մերոց իգիշեր արկես կանխել ընտրեղին ազորնա պահանեն զիդը վնչյան երկիշերի դասու կես պարս Փարիկներ բարգևող արադացերն ասված գաչենք մեր հոգիներեն փարադե մշուշոտ եւ խավարային խորհուրդները չարին թելադրած պատրանքներեն հերու բայմեզ եւ շնորհե որ հավատքով ապավինինք ամենասուրբ երրորդությանդ հորը որդին եւ սուրբ ոգին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Սուրբ Աստված Սուրբ Եզոր Սուրբ Եվանման որ հայն է սարվասն մեր որ միամես Սուրբ Աստված Սուրբ Եզոր Սուրբ Եվանման որ հայն է սարվասն մեր որ միամես Սուրբ Աստված Սուրբ Եզոր Սուրբ Եվանման որ հայն է սարվասն մեր որ միամես Հրգելս մեզ իր փորձութենե եւ ամենայն վտանգից մերոց եւ եւս խաղաղությանս դեր աղաչ է սուրբ վասն լսելի լինելով դիարն աստուծոց այն աղաչանած մերոց բարեխոսության սուրբ աստվածածնին եւ իջանելոյի վերամեր ողորմության եւ կտության դիարն աստուծո ամենագալ դեր աստված մեր գեցո եւ ողորմյա դեր ողորմյա դեր ողորմյա դեր ողորմյա ով երկնավոր հայր կփարավորենք ու սուրբ անունդ Գործնապանենք քեզ, բարք ուտանք քեզի կուտված բարիքներուդ եւ օրհնություններուդ համար։ Բարք ուտանք մանավանդ այս օրվան համար, ու մանավանդ այս բահվան համար, որ դու մեզ յուրաքանչյուր այստեղ հրավիրեցիր, դու մեզ այստեղ առաջնորդեցիր, որովհետեւ մեր այստեղ հավաքը լսելու ու պատկաններդ, վայելելու ու ներկայությունդ, ու մանավանդ լեցվելու ու ներկայությանդ որպես անով զորացած, անով կոդեբ ընտված, անով մեր վրա ու սպարազենությունը դարած, որպեսի պատրաստ լանք այսօրվան այս իրավիճակին, որում մեջ են գանցնի ամբողջ մարդկությունը, իմասնավորի միջին արևելքի մեջ, որ համար գաղութենք և խնդրենք քեզ նեով ետնավոր հայր, որ խաղաղեցնես այն բոլոր կոտորգող մտքերը, Պարադես բոլոր տեսակին մշշոտ խորհուրդները, որոնք ուրիշ բան չեն, եթե ոչ չարին կործագից և չարին խորհուրդներուն համապատասխան։ Թող որ իրավես մեր աղոթները հասնեն քեզի, խունգի նման բարձրանան, և խնդրենք քեզ մեր այն խաղաղությունը, որ դու ինքդ խոստացար տալու,
եւ ոչ թե այս աշխարհի դված խաղաղություն։ Մանավանդ գաղութենք բոլոր այն ընտանիքներուն համար, որոնք այսօր կզոհվին, այսօր կսպանվին։ Հակառակ այն բոլորին, որ դու այս բոլորի մասին խոսեցար սկիզբը։ Պատրաստեցիր քո գինները, աշակերտները, լսելու համար։ Պիտի լսեք պատերազմներ ու պատերազմելու լուրեր, բայց ձեր սրտերը թող չի խռովին։ Այսօր նույն վիճակներում մեջ են, որ գանցնի մարդկությունը։ Նույն պատկամները այսօր ալգուղես այսօր մեզ մե յուրաքանչյուրին, ձեր սրտերը թող չի խռովին։ Որտեղ այդ սրտերը գրնան խռովին ու պիտի խռովին։ Գրնան հուսահատին ու պիտի հուսահատին։ Բայց մեր աղոտ խնդրանքն է, որ ավելցնես մեր մեջ Սուրբ Ոգի այն քերակույն, կարևորակույն շնորհները հավատքի, հույսի ու սիրո։ Որպեսզի կարենանք այս դժվարին պայմաններու մեջ մեր բարի պատերազմը պատերազմելու, մեր հավատքը պահելու, ընթացքի իր ավարտին հասցնելու, որպեսզի նաև ավարտին արժանի լանք արդարության պսակին։ Այս այդով գաղութենք և կխնդրենք, ով երտնավոր հայր, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք բժշկություն կխնդրեն, մխիթարություն, ընտանեկան համերաշխություն, գործի հաջողություն, ինչ որ կխնդրեն, քո հայրական սիրովդ և հոգածությամբ գտնայիր, ու մանավանդ քո կամքիդ համաձայն տնօրինե, որովհետև կհավատանք ու կվստահենք, որ դու մեր խնդրած են և մեր իմացած են ավելին է, որ կուտաս արդեն։ Բայց մեզի իմացությունը դուր, դեսնելու կարողությունը դուր, թե իրավես դու մեր կյանքը փարիքներով կլեցնես։ Այս այդով նաև գաղութենք և կխնդրենք, որ իմաստություն դաս այս սերտողության բահում բոլորիս անխտիր, խոսողին, լսողին, թիդողին, ունգընտրողին, հետևողին, ու մանավանդ կխնդրենք, որ թուն բլաս այդ պատկամները փոխանցողը, օգտագործելով ու զարատ, բայց նաև պատրաստ է մեր ականջները, որպեսզի լսենք ու պատկամներըդ, լսելով կարենանք ըմբռնել այդ պատկամներըդ, ու մանավանդ կարենանք հոգևոր սնունդը քաղել այդ պատկամներըդ, որպեսզի հոգևորապես նաև աճինք ու մանավանդ պատրաստ լանք ու կարուստի թիմավորություն։ Միշտ կպարավորենք ու Սուրբ անունդ, Հայր, Որդի և Հոգի Սուրբ, և քո ողորմությունդ խնդրելով գսենք,
Հիսուս Փրկիչ մեզ ողորմյա։ Բարի երեկո ձեր բոլորին, ձեր աղոթները, բոլորիս աղոթները լսելի և ընդունելի լան, ինչպես հիշեցինք նաև աղոթքի մեջ և խնդրեցինք մանավանդ այս օրերուն համար, և ճիշտ այս օրերու համար է, որ Քրիստոս նաև բادرվիրեց իր աշակերտներուն լսելով, առանց ցանցրանալու աղոթեցեք, արթուն եղեք, պատրաստ եղեք, որպեսզի փորձության մեջ չինաք։ Եվ մանավանդ այս բոլորի մասին խոսելի հետո նաև զգուշացուց, որ չմոլորիկ, որտեղ շատեր պիտի մոլորին, նաև զգուշացուց, որ իրենց սրտերը թող չի խռովին, որովհետև շատերու սրտերը պիտի խռովեր, բայց կսե դուք հավատացեք ինձի, որտեղ նաև այդ բոլոր կացությանց մեջ ձեր հայացքը թող որլա Քրիստոսի խաչին եւ խաչեն հետո եղած այն դեպքին, որ ուրիշ բան չէ, թե ոչ թափուր բարակ քերես մանը, որ կնշանակե Քրիստոսի դարած հաղթանակը մահվան վրա։ Բայց եւ այնպես, որպես մարդ արարած, կլսենք, լսելով կսարսափինք, կտեսնենք, տեսնելով կսարսափինք, գաբրինք, ապրելով կսարսափինք։ Շատեր երբեն կլսեն, արդեն կսարսափին, կթիդեն, կսարսափին, գաբրին, արավեն եւս, եւ այդ բոլորին համար է, որ աղոթքը բարձրացնենք, որ Աստված իրապես մխիթարե մեզ, զորացնե մեզ այս դժվարին պայմանները իր ավարտին հասցնելու համար։ Եվ այդ իր իսկ պատճառը, որ Քրիստոս կսե, աղոթեցեք, որ նաև այս օրերը կարճ լան եւ շուտ լմնան, որպեսզի կարողանանք բրգբիր։ Որտեղ վերջո ամբողջ միտ բանի նվագակը ուրիշ բան չէ, թե ոչ հոգիներու բրգությունն է։ Մեր այսօրվա Սաղմոսը 101-րդ Սաղմոսն է, որում վերնակիրը հետաքրքրականորեն կխոսի Աստուծո գոմե կարգված թագավորի մասին։ Բայց պատմական որոշ դպյանը, պատմական որոշ տեղեկություն պետք է ունենանք, որ մեր հետո կանցնի նաև մեր այսօրվան Սաղմոսին։ Եվ երբ որ գսեմ պատմական, նկատի ունիմ Ելից քրքի մեջ արձանագրված այն թեփքը, որ մեզի կներկայացվի, թե ինչպես Աստծո տված խոստումը Աբրահամին եւ այդ խոստումի կատարումը Մովսեսի ցերկով, որ դուրս պիտի գար ժողովուրդը Իսրայելի Եգիպտոսի ստրուկենեն, երթալու եւ ապրելու այն երկիրը, որ կոչվեր որպես խոստացված երկիր։ Դրված Աբրահամին խոստումը, բայց ամոր կատարումը 400 տարիներ հետո։ Եվ դակամին չհաշված 400 տարիներ հետո 40 տարիներ վրան ավելացված անաբադային թափարումները։ Եվ այս միջոցին է, որ Աստված տարբեր առիթներով գհիշեցնե, գխոսի, գպատկամե, որ այս բոլորի նպատակը ուրիշ բան չէ, եթե ոչ Աստված իրեն համար ժողովուրդ պատրաստ է, եւ այս ժողովրդին համար Աստված իրենց Աստվածը նկատվի։ Եվ իրենք այնպիսին ըլլալու իրենց ամբողջ կյանքի թրվածքի մեջ եւ ադիգա անաբադի մեջ իրենք վարժությունը պետք է ունենային եւ ըստ այնը պետք է քաստիարակվեին։ Եվ ինչ էր այդ քաստիարակության մեթոդը։ Աստված Մովսեսին բادرված է, թելադրած է լսելու համար, որ ինձի համար վկայության խորան մշին է, վրան մշին է։ Եվ վրանը պետք է ունենալ 3 տարբեր փաշանումներ. սրբություն վայրը, նախ մուտքի վայրը, սրբություն եւ հետո սրբությանց վայրը։ Եվ ամեն մեկը իր թերակատարությամբ, իր նպատակին հարմար, ինչ որ բանիմը պետք է օգտագործեին, պաշտամունքային Աստծո շնորհակալություն այտնելու, զոհը մատուցելու ինչ որ էր։ Պայմանավ սակայն այս վրանը, վկայության խորանը պետք էր որլար այս ժողովրդին, որոնք կազմված էին 12 ցեղերը, պետք էր լար իրենց գետրոնը, որ կնշանակե 4 մասի բաժնված, 12-ը բաժնած 4-ով, 3 սերունդ, 3 սերունդ, 3 սերունդ, որ անոր մեջ ուներ խորհուրդը, որ Աստուծո ներկայությունը այս ժողովրդի կյանքի գետրոնը պետք է ըլլա, եւ ոչ թե Աստծո ներկայությունը այս ժողովրդի կյանքի լուսանցքային։ Իրենց կյանքի գետրոնը Աստծո ներկայությունը եւ ոչ թե լուսանցքային։ Եվ հետո երբ որ հասավ բահը, որ պիտի մտնեին խոստացված երկիր, այնտեղ այս ժողովուրդը պետք է որ գարավարվի, եւ ինչ ցեվով պետք է գարավարվի այս ժողովուրդը։
Այս ժողովուրդը պետք է որ ղեկավարվի, կառավարվի Աստված պետական թրությամբ, որ անգլերենով գսեն theocentric, Աստված իրենց կենտրոնը ունենալու եւ ամեն մեկ ղեկավար, որ կնշանակվի, պետք է որ լա Աստծո ներկայացուցիչը։ Այսինքն կարծեք ծևոմ այդ ղեկավար անձը ով որ է, իր պատկամները կստանա Աստծուց։ Իր նախքան ժողովրդին քալը, մեջտեղ դուրս գալ ժողովրդին այդ խոսիլը, իր պատկամները ստացած պետք է լա Աստծուց։ Այլ խոսքով Աստծուց պետք է առաջնորդվի այս անձը ով որ է։ Եվ այս ժողովուրդը կղեկավարվեր թագավորներով։ Հետո սակայն երբ որ այս ժողովուրդը տեսան, որ իր շուրջ եղող ցեղերը, ժողովուրդները իրենց թագավոր ունին, եկան եւ ըսին, որ մենք թագավոր կուզենք նայեն մեզի համար, որպեսզի մեզ թագավորե։ Եվ հոն է որպես է կնշանակի Սավուղը իբրև առաջին թագավոր։ Եվ սակայն եկեք տեսեք, որ Սավուղը Աստծո սրտին մոդիկ թագավորը չեղավ, որովհետև չրավ այն ինչ որ Աստուծո գամքն էր այդպես ընելու, չեղավ իրան ներկայացուցիչը Աստուծո երկրի վրա ժողովրդին, որտեղ անոնցներ թեփքերեն մեկն է, երբ որ Սավուղը պիտի հարցակեր եւ իր բادرազմը պիտի մղեր, Աստված խստիվ գարկիլեր, որ ավար չվերցնես այնտեղը։ Եվ գսե Սավուղը քնած բادرազմը մղեց, հաղթանակը դարավ, եւ երբ որ տեսավ այնտեղ ավարը, այնտեղ գային հոդերը, այսինքն ոչխարները եւ այնն ինչ որ հարստություն այդ ցեղին այդ ժողովրդի իր հետ վերցուց։ Եվ երբ որ իր հետ բերավ Սամվել մարգարեն գերտայը գսե Սավուղ ինչ էր իր տուն։ Գսե ինչ էր։ Ինչ որ Աստված բادرեց որ կնան բادرազմիր բادرազմեցա։ Եվ հաղթեցի բادرազմը հավասիկ վերադարձավ։ Գսե աբա այս ոչխարներու ցայն ուղի է որ գուկա։ Չէ որ դերը քեզ իսավ պիտի չվերցնես ավար։ Դու ինչու է որ այդ ավարը վերցուցի։ Որ սա կնշանակի այս երևույթներն են, որոնք եկան ցույց տալու, որ Սավուղը Աստծո սրտին մոդիկ թագավորը չէր ու չեղավ։ Եվ այդ իսկ պատճառով Աստված որոշեց թագավորը նշանակել Հանցինս Դավիթին։ Եվ այս Սամոսը 101-րդ Սամոսը, որ դարձյալ գվերակարնանք Դավիթի ժողովածուին կարգված Սամոսը, որում վերնակիրն է Աստուծո նշանակած թագավորին հատկությունները։ Եվ այս Սամոսը ծևոմը գիտեք ինչ կհիշեցնե, կհիշեցնե ընտրության ժամանակահատվածը։ Այսինքն այն երկիրները, որոնք ընտրության ցև ունին, մեթոդ ունին, դեմոկրատիկ հասկացողությամբ, ընտրություն կնեն ամեն 4 տարի անգամ, 6 տարի անգամ, նայած ամեն մեկ երկիր իր օրենքին համաձայն, եւ ամեն անգամ երբ որ բահը գասնի այդ ընտրության նախագահի վարչապետի ինչ որ է անվանումները, ունին հատուկ մեթոդը, եւ ինչ այդ մեթոդը աշխատանք կդարվի։ Այսինքն ամեն մեկ տեխնացու կսկսի ցույց տալու, թե ինչ ծրագիրներ ունի պատրաստի, ինչ մտքեր խորհուրդներ ունի պատրաստի, որովհետեւ այս ժողովրդին հրամցնե ի բեդս, ի օգտակարություն այս ժողովրդի փառվող կյանքի ապրելա ծևին համար։ Եվ երբ որ կհասնի ընտրությունը եւ ընտրությունը կավարտի եւ այս անձը ով որ է գնդրվի, վերջարության նաեւ ինչ տեղի կունենա, երդման արարողություն, որ երդում գնեն, որ ինքը ինչ որ ստանցնած է այս պարտականությունը, ընելու ըստ այնմ ինչ որ սահմանադրությունն է որ կպահանջի, չէ՞։ Եվ իրենց ցերկը գտնեն Աստվածաշունչն է կամ ինչ որ է իրենց օրենքի կամ սահմանադրության համաձայն։ Եվ այստեղ իմիջայլոց այս Սամոսը ճիշտ այդ երևույթն է, որ մեզի կներկայացնե, որ Դավիթը, որ պիտի պատրաստվի թագավոր դառնալու այս ժողովրդին, ինչ խոստում է որ ուտա, ոչ թե ժողովրդին, այլ նախ եւ առաջ Աստուծո, որտեղ ինքը պիտի դառնա ներկայացուցիչը Աստուծո ժողովրդի մեջ, այնպես ինչպես նաեւ ժողովրդին ներկայացուցիչը Աստուծո առջև, ինչպես որ էր բարական քահանայապետին, այս ժողովուրդը նաեւ ուներ քահանայապետը նախքան թագավոր ունենալը, Հանցինս Ահարոնին, Մովսեսի եղբայրը, քահանայապետին նաեւ պարտականությունն էր ըլլանու ներկայացուցիչը Աստուծո ժողովրդին եւ փոխադարձ ժողովրդին ներկայացուցիչը Աստուծո։ Նույնն է նաեւ բարական այս ժողովուրդը ունեցավ նախքան թագավոր ունենալը մարգարեներ,
Նույնպես ալ մարգարեին բարդականություններ, ինչ ըլլալու ներկայացուցիչը խոսնակը Աստուծո ժողովրդի մեջ եւ ժողովրդին ներկայացուցիչը Աստուծո առջև։ Եվ հիմա մենք տեսանք 3 պաշտոններ. Քահանայապետի պաշտոնը, մարգարեի պաշտոնը եւ թագավորի պաշտոնը։ Եվ այս 3 պաշտոնները խդացվեցան, իմի եկան մեկ անձի մեջ, Հիսուս Քրիստոսին։ Ըլլալու համար ինք ճշմարիտ քահանայապետը, ըլլալու ինք ճշմարիտ մարգարեն, ոչ իբրե մարգարեն ինչ որ հաջող կներկայացվի, եւ ըլլալու համար այնպես ինչպես Մովսես կներկայացնի եւ Աստված ծեր մեջ սեզ ինձի նման մարգարենը միտանե ծեր եղբայրներու մեջ է, ագնարդություն ունելով Հիսուս Քրիստոսի։ Եվ հետո ահավասիկ Հիսուս Քրիստոսի մեջ խդացվելու ճշմարիտ թագավորի հանգամանքը։ Եվ այսական ինք ըլլալու ներկայացուցիչը Աստուծո ծևոմը ժողովրդի մեջ եւ ըլլալու նաեւ ժողովրդին ներկայացուցիչը Աստծո, ինչպես որ գսե Արաքյալը, ունի միայն մեկ բարեխոս Աստծոքով Հիսուս Քրիստոսը։ Եվ այս բոլորը սակայն գուքանը սերոման որ Դավիթ ինքը որ կնշանակվի, կնդրվի, ինչ որ է Սամվել մարգարեն գետահետին եւ կսե զավակները դուրեն ինչ են, ովքեր են եւ երբ որ Աստված կսե դական մեկ հոգին գա անանթող կա, որովհետև այն է ինձի սրտի մոդիկ, որ թագավոր պիտի նշանակեմ։ Եվ ավասիկ այստեղ Դավիթ ինքը կներկայացնե ճիշտ այդ պատկերը, որ ինքը ինչ կուզե, ինչպես կուզե, ըլլալ թագավոր Աստծո գոմե նշանակված։ Եվ առաջին դողերը նախուքան վգայություն մտալու։ Առաջին դողերը ուրիշ բան չեն, եթե ոչ Դավիթի գոմեն վգայություն են։ Եվ ինչ է այդ վգայությունը, երկու բառերու գործածության, սիրո եւ արդարացիության։ Գսե պիտի պատմեմ, պիտի ներփողեմ եւ պիտի երկերով ներկայացնեմ, ուրախությամբ պիտի ներկայացնեմ քու սիրույթ եւ արդարացիության մասին։ Ինչու, որտեղ այդ սիրույթ մեջը ինչ կփորձե տեսնել Դավիթը, եթե ոչ Աստծո ողորմությունը։ Որտեղ այդ սիրո արդահայտությունն է նաև Աստծո ողորմությունը։ Եթե Աստված ողորմած է, որտեղ Աստված սեր է։ Եվ ադիգա Հիսուս Քրիստոս արիթով մգսել Նիկոդիմոսին։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ ղրգեց իր միածին որդին։ Եվ այդ ղրգելը աշխարհ իր միածին որդին իր ողորմությունը ցույց տալ էր։ Եվ եթե երբեք Աստված ողորմի, որտեղ Աստված կսիրե։ Հետևաբար կնշանակի այդ ողորմությունը խորքի մեջ ուրիշ բան չէ, թե ոչ իր սիրո արդահայտությունն է։ Եվ ադորամար Դավիթը ինքը գուքա եւ կսե պիտի պատմեմ, պիտի ներփողեմ, երկերով պիտի արդահայտվի, պիտի հայտարարեմ, պիտի վկայեմ քու սիրույթ մասին, թե ինչպիսի սերմն է որ դու ունիս, հանդեպ որու, հանդեպ քու ժողովրդի, հանդեպ նաեւ ամբողջ ժողովրդի, մարդկության։ Բայց նաեւ այդ սիրույթ հետ միասին նաեւ արդարացիությունը։ Եվ այդ արդարացիությունն է, որ այդ սերը եւ արդարացիությունը նաեւ ուր ցույց տվավ Աստված։ Քրիստոսի խաչելության ժամանակ Քրիստոսի խաչելությունը ինչի նշան էր։ Աստծո սիրո արդահայտությունն էր, որ այնքան սիրեց մարդը, մարդկությունը, աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդի ղրգեց աշխարհ, ինչու ղրգեց, որովհետեւ այդ խաչելությամբ ցույց տա իր ողորմությունը հանդեպ մեղավոր մարդուն։ Բայց միևնույն ժամանակ նույն խաչելությունը նաև ուներ մյուս երեսը, երկրորդ երեսը։ Եվ ինչ էր այդ երկրորդ երեսը։ Աստծո արդարացիությունն էր։ Այսինքն ինչ որ դերի ունեցավ Քրիստոսի խաչելությամբ, խորքի մեջ ուրիշ բան դերի չունեցավ, եթե ոչ Աստծո արդար դատաստանը, որտեղ ինչ կսեր Աստծո բադվիրանը ինչ կսեր, մեղքին վարձքը մահ է։ Եվ մենք ուզենք կամ չուզենք այդ մեղքը գործեցինք։ Եվ այդ մեղքին իբրև բարձրացություն, ուրեմն մենք ուզենք կամ չուզենք, պետք է որ ճաշակենք մահը, որտեղ այս իսկ կպահանջի արդարացիությունը։ Բայց եկեք տեսեք, որ Աստծո սերը, որ ցույց տալու իր ողորմությունը, եւ միևնույն ժամանակ նաեւ մյուս երեսը Քրիստոսի խաչելությամբ, որպեսզի կատարվի արդարությունը։ Ինչպես որ ասկի առաջան արած ենք օրինակը, մենք այսօր բարդ ունենք, բարդական ենք։ Երբ որ այսօր դուք մեկը եւ մեզի գսեք, քու բարդը ներված է, մենք ուրախանանք, առանց սակայն մտածելու անդրադառնալու, թե ով վճարեց, այդ բարդը ինչպես վճարվեցավ։ Որտեղ մենք ծախսեցինք այդ թրամը, այդ գումարը։
Բանիմը համար ծախսեցիք, այդտեղ չկա այլևս այդ գումարը, ծախսված է։ Սակայն ով եկավ փոխարինեց, ով վճարեց այդ պարտքը։ Այսօր հասկացողությամբ թիվերու հասկացողությունը չէ, կոմպյուտերային, համագործային թիվեր էր, որ միայն թիվեր կտեսնենք։ Թիվը գելե, թիվը գիչնե։ Անցյալին այդպեսին չէր։ Անցյալին շոշափելի, կանսրական, նյութական, այսպես ասած հարստություններ էին։ Երբ որ բարդական էի ես, ուրեմն պետք էր, որ վճարեի, բամը պետք էր վճարեի։ Եվ ով վճարեց այս անգամ, որպեսզի արդարություն ըլլադեղի ունենա։ Հիսուս Քրիստոսին վճարեց։ Եվ ինչպես վճարեց, իր կյանքով վճարեց։ Եւ այդ կյանքի վճարելը եկավ ցույց տալու Աստծո արդարացությունը։ Այնպես չէ, որ ասվածը գիտեմ, որ բարդական ես, okay, եղավ, չէ։ Բամը դեղի ունեցավ։ Կյանքը խլվեցավ։ Մեկը իր կյանքը տվավ իսպաս, իմ փոխարեն, ու փոխարեն, մեզ մեն յուրաքանչյուրի փոխարեն դրվեցավ, մեկը վճարեց։ Եվ ահավասիկ Դավիթը գուքա եպիս է, պիտի պատմեմ, բարձրացեմ, պիտի աղաղագեմ, պիտի ներփողեմ, պիտի քովերքեմ, քու սիրույթ եւ արդարադատության մասին։ Որ գնշակը արդեն Դավիթի ասածները ժամանակներում լրումին հարմար ժամանակին պիտի գադարվեր Հիսուս Քրիստոսով։ Անոր համար է, որ բամ եթե հարցնենք, որ սիրո մասին է, որ գխոսվի, որ արդարադատության մասին է, որ գխոսվի։ Այն արարքին, որ գոչվի խաչելություն։ Անոր մասին է խոսքը։ Բայց ինչպես պիտի հայտարարե ուրախությամբ։ Ինչու՞։ Որտեղ այնտեղ սիրո արդարություն ողորմությունը պիտի ողորմի, պիտի քավե մեղքերը եւ արդարադատությամբ իր միածինը պիտի ընձայե որպես զոհ, անով սակայն ինչ ցերկ ցկելու նոր կյանքը, թավված նորոգված կյանքը։ Եվ ով պիտի ճուզե այդ նոր կյանքին համար ուրախությամբ արդարայնվելու, ցնծությամբ արդարայնվելու եւ շնորհակալություն հայտնելու Աստծո, որ հավասիկ քուսերը հայտնեցիր այս ծևով, ողորմությամբ եւ արդարադատությամբ։ Եվ այս բոլորին հետո կսկսի հիմա մեկ առ մեկ հիշել, նշել, հայտարարել, թե ինչպիսին ինք գուզե ըլլալ։ Կսկսի գուզեմ ամփից կյանքը ապրիլ, երբ պիտի կաս տուն ինձի։ Ամփից կյանքը նշանակե այնպիսի կյանքը Փից ամփից, որ կնշանակե գերտ արդ։ Այսպես ասած արդարոց երևույթներ չկան, ընդհակառակը գուզեմ ապրի, այստեղ ինչպես որ քիչ առաջ կսեի չէ, երբ որ տեխնազուներ կան, ընդրության կվազեն, գուզեն աթորի հասնիլ, իշխանության հասնիլ, խոստումներ կտան։ Այսպես վիդնեմ, այնպես վիդնեմ, չգիտեմ, տնտեսական վիճակի մասին, ինչ որ երևույթներու մասին, որ ժողովուրդն ամբողջ այդպիսին է դժվարություններու մեջով է։ Եվ տեխնազուին համար լավագույն առիթն է խոսելու ժողովրդին, քվեարկողներուն, որ դու ինչ բանի համար է որ կարիք ունիք, որոնց համար է որ ես ահավասիկ պատրաստեմ։ Եվ այստեղ Դավիթը գուքա եպս է։ Նախ գուզեմ ամփից կյանքով ապրիլ, եւ քիչ առաջ գսեի Դավիթ առաջին հերթին որու է որ գխոսի անոր որ զինք նշանակեց, որտեղ Դավիթի նշանակումը ժողովրդային քվեարկությամբ չեղավ, Դավիթի նշանակումը եղավ Աստծո կողմէ, հետևաբար ինք պատասխանատու է նախ Աստծո։ Ագորը մարգսե գուզեմ այնպիսի կյանք ապրիլ, ամփից կյանք ապրիլ։ Եվ հետաբար կխնդրեմ, կհարցնեմ, երբ է որ պիտի կաս ինձի։ Եվ երբ է որ պիտի կաս ինձի, իմիջայլոց նախ Դավիթի ժամանակահատվածի մեջ, այսօրան իմաստով չառնենք, որ երբ որ գսենք, ով երտավոր հայր եկուր եւ ներկայություն դարձիր։ Ընդհակառակը այդ ժամանակահատվածի մեջ Աստծո ներկայությունը ինչ ցևով գմփրնեին ուխտի դաբանագով,
Ուխտի դաբանագը այդ նույն վկայության խորանի մեջ թրված սրբություն սրբությանց վայրի մեջ այն փայտե շինված դուփներ, որում մեջ կային մանանա դաստապանյա պատվիրաններ Ահարոնի ծաղյալ քավազանը եւ այդ դուփը ուներ գաղափարիչ, որու վրա սերոփեներ եւ քերոփեներ եւ այս դուփը ինք կներկայացներ կարծեք ցևով Աստուծո ներկայությունը երևի ասել գուսե ցևով այս դողերը ասել գուսեն որ երևի որովհետեւ այդ նույն ուխտի տապանագը քերի դարվեցավ փանակներ եկան արին դարին կողցան գողոպտեցին եւ քերի դարին այդ ուխտի տապանագը որպես նշան երբ որ այդ ուխտի տապանագը չկա այս ժողովրդի կյանքի մեջ գնշագը այս ժողովուրդը անզոր է գնշագը այս ժողովուրդը Աստծո ներկայության Աստծո պաշտպանության Աստծո պահպանության հովանավորության բագասն է որ ունի որտեղ այդ բոլորը խորհրդանիշներ էին անցյալի ժողովրդի մտքի կյանքի մեջ երբ որ ես կուքամ այսօր արցանները կգոդորեն երբ որ այսօր ես կուքամ պաշտամունքային վայրերը կբղձեն ասել գուսեն որ քեզ գդգարացնեն հոգևոր իմաստով եւ ադորամարը որ Քրիստոս կհիշեցեն մի վախնակ անոնցն է որոնք մարմինն է որ միան կսպանեն այլ վախցեք անգե որ նաեւ հոգին կսկսին տրչելու եւ հետաբար այնպիսի դրամատուրգիա մը գարանցիալի ժողովրդի կյանքի մեջ որ հանգարց է այդ ուխտի դաբանագը Աստծո ներկայությունն է եւ հիմա չկա Աստծո ներկայությունը դարձեք մենք անզոր ենք դարձեք մենք առանցին մնացած ենք եւ հիմա գահարցնե երբ է որ պիտի կաս այսինքն երբ է քո այդ վերաթարցը որովհետեւ քո ներկայությամբ նաեւ ես իբրև թակավոր քո ներկայությամբ նաեւ ինչ եղած ըլլամ զորացած ըլլամ որովհետեւ ես կարենամ ղեկավարել այս ժողովուրդը բայց ինչ ծևով գուզեմ ղեկավարել այս ժողովուրդը ամփից կյանքով գուզեմ ղեկավարել այս ժողովուրդը բայց այդ ամփից կյանքը ինչպես կսկսի եթե ոչ կսկսի սրտի խորհուրդներեն ամփից կյանքը կսկսի երբ որ իմ խորհուրդներս իմ սրտիս մտածումները ինչ են անարատ են եւ անորամար հաջորդ տողերը ինչ կսե գուզեմ անարատ սրտով ապրիլ շրջապատիս մեջ իսկ արմը ցերակիներ կան դանս մեջ անարատ սրտով ապրիլ որովհետեւ սիրտը Աստվածաշունչ Մատյանի մեջ գխորհրդանշե մարդուս մտածումները գխորհրդանշե մարդուս խորհուրդները ծրագիրները ես որպեսի ամփից կյանքը ապրիմ պետք է որ ունենամ նաև անարատ սիրտը մաքուր սիրտը ինչպես 50-րդ Սամոս կամ 51-րդ Սամոսը ողորմյա ինձ ասված սիրտ սուրբ հաստատյալ իմ մեջ ով ասված ուղիղ հոգի թիր իմ մեջս որովհետեւ ըստայնամ իմ սիրտս իմ խորհուրդներս իմ մտածումներս իմ ծրագիրներս այնպես մը ըլլան որովհետեւ ես կարենամ ապրիլ ամփից կյանքը որովհետեւ եթե իմ մտածումներս մաքուր չեն իմ խորհուրդներս չար են ինչպես պիտի ես կարենամ ապրիլ ամփից կյանք եւ թող որ անարատ սրտով ապրիմ ուր իմ շրջապատիս մեջ կամ իմ տանս մեջ որ կնշանակե իմ ներաշխարհիս մեջ որտեղ վերջերս այդ խորհուրդները այդ ծրագիրները այդ մտածումները ուր են սրտի մեջն են եւ անորամար է որ ամեն անգամ երբ որ մենք կաղոթենք ինչ կխնդրենք իմաստությունը դուր մեզի որովհետեւ ըստ այնմ խորհինք խոսինք եւ ապա գործենք որ կնշանակե Դավիթի խնդրածը բանջը փափակը այն է որ ես ահավասիկ կարծեք ծևոմը գուղտեմ երթուն գնեմ կամ կխնդրեմ որ այսպիսի կյանքումը ես ապրիմ որովհետև վերջո զիս որ ընդրած ես իբրև թագավոր ըլլալու համար ներկայացուցիչը հու ներկայացուցիչ իբրև քեզի այս ժողովրդի կյանքի մեջ որովհետև եղան պահեր ինչպես օրինակ արին Սավուղին եղավ ոչ Աստծո սրտին մոդիկ թագավորը եւ այս նույն օրինագին հետեւաբար Դավիթը ինքը ճուզեր հետևին այլ գուզեր դարբեր թագավորը ըլլա Դավիթեն հետո սակայն եղավ իր որդին Սողոմոն
Սողոմոնեն հետո թագավորությունը բաժնվեցան երկուքին եւ երկու տարբեր թագավորություններ հարավի եւ հյուսիսի, որոնք ունեցան իրենց թագավորները տարբեր շրջաններում եւ եղան թագավորներ, որոնք քարցիալ Աստծո սրտի մոդիկ թագավորներ էին, բայց նաեւ եղան թագավորներ, որոնք Աստծո սրտի մոդիկ թագավորներ չէին։ Անորամար ամեն անգամ երբ որ Աստծո սրտի մոդիկ թագավորներ չէին, Աստված մարգարեմը դուրս բերավ ասելու համար կնա խոսիր այս ժողովրդին։ Եվ սկսիր այդ խոսքը նախ սկսելով բալադեն։ Սկսիր քո այդ պատկամները փոխանցելու թագավորեն։ Հետո թագավորի նախարարներեն, հետո երկալու կահանաներուն, հետո երկալու ժողովրդին։ Որ նույն այս մտահոգությամբ Դավիթը հավասիկ եկած է ասելու. ես ուզեմ կփափակիմ ամբից կյանք ապրիմ։ Բայց որպես այդ ամբից կյանք ապրիմ, կփափակիմ նաև որ ունենամ անարած սիրտը ապրելու իմ շրջապատիս մեջ։ Չեմ ուզեր տեսնել որևէ անիրավություն։ Գադեմ գործեր անոնց, որոնք կուրանան իրենց հավատքը։ Այնպիսիները ինձ հետ կապակցություն պիտի չունենան, նենքավոր մարդիկ ինձ մեջ հերու պիտի մնան, իսկ չարերը ճանչնալ իսկ պիտի չուզեմ։ Դեսեք նույն այդ խոստումներն են, ինչ որ այսօրվան մեր ժամանակահատվածի ղեկավարները գելեն եւ իրենց պատկամները կուղեն, իրենց քարոզները կուտան, իրենց խոսքերը կփոխանցեն, այսպես պիտենեմ, այդպես պիտենեմ, այսպիսիներով ես պիտի չլամ, այսպիսիներ նկատի չէ։ Նույն վիճակներն են, որովհետեւ այս նույն վիճակներում մեջով կանցներ արդեն ժողովուրդը։ Ու մանավանդ ինքը գիտեր նաև Դավիթ, որ ինչպիսի մարդիկ կային նաև իր շրջապատի մեջ։ Եվ որու համար եւ ինչ բանի համար է, որ Աստված կանչած է այս անձը ըլլալու համար թագավոր։ Այնպես ինչպես Արիթոմը Եսայի մարգարեության մեջ պիտի ասեր, որ ով է այն թագավորը, որ Աստված կպատրաստեր, եւ որում մեջբերումը պիտի գարտար Քրիստոս Լուկասո ավետարանի մեջ 4-րդ գլուխ 16-րդ համարին։ Եվ որ գսե շաբաթօրով կնան ժողովարան եւ իրեն դվին Եսայի մարգարեի քիրքը եւ բացավ այնտեղը որ գսե Դիրոջ հոգին վրաս է, որտեղ զիս օծեց։ Ովքեր գոծվեին քահանայապետները, գոծվեին մարգարեները, գոծվեին նաև թագավորները։ Զիս օծեց, ինչու համար զիս օծեց, որպեսզի երթալու ինչներու, անիրավվածները, բանդարգյանները, զրգյանները, այսինչները, այս բոլորին համար Աստված է որ զիս ղրկեց։ Որ գնշայի նաև թագավորի ներկայությունը երկրի վրա։ Անոր համար է որ մենք կացինք մինչև սկիզբը պատմական այն խորքը նկատի ունենալու, որ երբ որ Աստված ընտրեց իրեն համար ժողովուրդը, նաև ընտրեց այնպիսին պատկերացումով, որ ինք է ճշմարիտ թագավորը այս ժողովրդին, սակայն ունենալով ներկայացուցիչը երկրավոր կյանքի մարդոցմի ընդրված, սակայն Աստծո հաճելի անձնավորությունը, Աստծո սրտին մոդիկ թագավորը։ Եվ հավասիկ կուկա եւ գսե, չեմ ուզեր տեսնել որևէ անիրավություն, որ արդեն կնշանակե ժողովուրդը գաբրել անիրավության մեջ։ Եվ ով է որ պիտի պաշտպաներ այս ժողովրդին անիրավությունը, ով է որ պիտի պաշտպաներ այս ժողովրդին իրավունքը, եթե ոչ թագավորը, այնպես ինչպես որ է բարական այրի գնոջ, Քրիստոսի պատմած արագին մեջ, քաղաքի մեջ կամ քյուրի մեջ գարգսե այրիմը, որ ուր գնաց թագավորին։ Ինչը սելու համար որ ով թագավոր իմ թադստես։ Իմ երանգունքս պաշտպանել, որը ճիշտ անոր համար տուն այնտեղ նստած ես։ Տուն այնտեղ չես նստած բարձրապես իբրև պաշտոնը, ուսումդ ավարտած, համալսարաններդ ավարտած, որոշ գիտություն ցերծած եւ այնտեղ իբրև պաշտոնի եկած։ Այդ տուն այնտեղ նստած ես պաշտպանելու համար անիրավվածին, պաշտպանելու համար զրկվածին իրավունքը։ Նույնպես ал թագավորի ներկայությունը երկրի վրա ճիշտ անոր համար է։ Եվ հավասիկ Դավիթ գիտնալով, տեսնելով, որտեղ ապրած էր այդ կյանքը Դավիթը։ Դավիթը հոլավսադն երկինքեն չիցավ իբրև ներկայացուցիչը Աստծո կողմեն։ Այդ Դավիթը գաբրեր այնտեղ է։ Դավիթը ագանադես եղած էր, Դավիթը լսած էր։ Այո, պատանի էր, բայց լսած էր իր եղբայրներեն։ Եվ մանավանդ կպատրաստվեր երթալու եւ պատերազմելու Գողիաթին թեմ։ Հետևաբար գիտեր որ ժողովուրդը ինչ վիճակներում մեջով կանցնի։ Եվ հավասիկ եկած է հիմա կխոստանա, խոստում մուգուտ ասելու համար,
ես կուզեմ նախ թրագան բաժինը, որ ամփից կյանքով մը ապրիմ, անարած սրտով մը ապրիմ, եւ հիմա մյուս բաժինը, որ չեմ ուզեր, չեմ հանդուրժեր, վեր մեկ տեսակի անիրավություն, որ կնշանակե այս խոսքերը, որ գսե Դավիթ, պատասխանատու է նաեւ ինք զինքին, որ երբ որ հանգարց պատահի, որ անիրավություն դերի ունենա, ինք կարենա պաշտպանել, եւ ոչ թե ընդհակառակը գոմնագից լա նաեւ այդ անիրավության։ Եվ ավսիկ այստեղ է որ կշարունակե, գադեմ փորձերը նաեւ անոնց, որոնք գուրանան իրենց հավատքը, որովհետեւ երբ որ անիրավություն գնես, արդեն սեր գուզել, որ դու այդ հավատքեդ ուրացած ես, որտեղ ով է այն անձը, որ անիրավություն գնե, այն անձը, որ գապ չունի Աստծո հետ, իսկ այն անձը, որ անիրավություն չներ, որտեղ Աստծո երկյուղը ունի իր մեջը, եւ Աստծո երկյուղը չի թույլատրի, չարդոներ, որ այդ անձը անիրավություն ունի։ Եվ այստեղ Դավիթը կգա եւ կսե, նաեւ գադեմ բոլոր անոնք, որոնք իրենց հավատքեն ուրացած են։ Այդպիսիներուն հետ ես իմ գաբս իսկ պիտի չուզեմ ունենալ, նենքավոր մարդիկ ինձ մե հերու պետք է որ մնան, ինչու որտեղ այդ մարդիկը նաև ինչ կրնան անել, ազդեցություն կրնան ունենալ իր վրա, որտեղ նենքավոր են եւ նենքավոր մարդը ով է, նենքավոր մարդը այն մարդն է որ հայտնի չէ ով ինչ է, ինչպիսի խորհուրդներ ունի իր մտքի մեջ, նենքություն կա դոր մեջ, այսինքն գրնալ երեսի ճպտալ, խնդալ, բայց ներկուս ուրիշ զրակերներ ունի իր մեջ։ Եվ ադորամարգսի այդպիսիները ընդհանրապես չեմ անուզել գապ ունենան, որտեղ որպես մարդ Դավիթը գրնա նաև ազդվին, մանավանդ երբ որ նենքավոր մարդ է, այսինքն այդ նենքության մեջ այնպիսի խաղեր գրնա խաղալ, որ գրնա Դավիթը ձուղակը մնալ, լինալ։ Ադորամարգսի ընդհանրապես գապ չեմ ուզել ունենալ։ Եվ երբ որ չեմ ուզել գապ ունենալ այդպիսի մարդոց հետ, որ հանգարց չլա թե այն խոստումը, որ ես տված եմ, այն խոստումը, որ ես տված եմ, ամփից կյանք ապրելու, անարատ կյանքով ապրելու, չլա թե այդ բոլորը, այսպես ասած, չուր ինան։ Եվ հետապար այդպիսի մարդոց մե նաև ուզեմ հերու մնալ։ Իս չարերը ընդհանրապես չեմ ուզեր ճանչնալ, որպես անոնց ազդեցությունը նաև վրաս չնե այնպես նա, որ ես ալ իմ ջամփած չեղելով, ես ալ չարանամ։ Բիրի պնաչնչեմ անոնք, որոնք քախտնափար ուրիշները կզրբարտեն, եւ իդի չհանդուրժեմ անոնք, որոնք ուրիշները կարհամարեն անփարդավան սրտով։ Եվ հետևաբար այս անգամ կշարունակե իր խոսքը, թվելով ամեն մեկ անձի կամ անձերու ներկայությունը, թե ինչպիսի անձեր գրնան ըլլալ, որտեղ չմոռնաք։ Դավիթը բարձ անձը պիտի չլա, այլ պիտի ըլլա թագավոր։ Եվ երբ որ թագավոր է կնշա հեղինակություն ունի, երբ որ թագավոր է կնշա իշխանություն ունի, եւ երբ որ հեղինակություն իշխանություն ունի, կան մարդիկ իր շուրջը, որ պիտի օգտագործեն արիթը, ինչպես կրնանք հասնել ներս բալատ թագավորին եւ մեր ծրագիրները ներկայացնել այնպես մը, որ մեր ուզած ծրագիրը այդ թագավորը իրականացնե։ Եվ տեսեք ինչեր կնշեք իշեր։ Գսե չեմ ուզել ունենալ այնպիսիներ պիտի բնաչնչեմ այլ խոսքով պիտի չունենամ գապ ունենալ ընդհանրապես ինձ մե հերու պետք է լան այնպիսիները, որոնք քախնափար ուրիշները գզրբարտեն։ Արդեն իրենց մոտեցման եղանակը նենգությամբ է։ Արաբեր եւս իրենց այդ նենգության մեջ իրենք ունին իրենց խորհուրդները, իրենց ծրագիրները մշակած են, որոշ անձերու նկատմամբ զրբարտություն ունելու քախնափար։ Եվ հետևաբար հիմա պիտի օգտագործեն Դավիթը իբրև թագավոր հեղինակություն իշխանություն ունեցող, որպեսզի իրենց այդ ծրագիրը իրականացնեն Դավիթի ցերքով։ Եվ հետևաբար ինքը կզգուշանա, եթե գսեք գուզեմ ամփից կյանք ապրիլ, գուզեմ անարած սրտով ապրիլ, այս մարդիկը գրնան ինձի խանգարել։
Եվ այդ խանգարումը կնշանակե իմ եւ քու միջև գաբը պիտի խանգարվի, որովհետեւ դու ինձ ճիշտ անոր համար նշանակեցիր։ Որովհետեւ նենք հավար մարդիկը չզվարդեմ, ընդհանրակը որովհետեւ արդարացածություն ունեմ, ինչպես որ դու արդարացած ես։ Ինչպես որ դու սերտ կա այդ սերտ նաեւ բաժին մտալու այս ժողովրդին, որուն համար է որ ես ներկայացուցիչ կարգված եմ։ Իբրև թակավոր։ Եվ հետեւաբար այդպիսիները գսե բնամ պիտի բնաչեմ, եւ պիտի չհանդուրժեմ, որոնք ուրիշները գարհամարեն անփարդավան սրտով։ Ոչ թե միայն գարհամարեն, այլ իրենց արհամարանքը արդյունքն է իրենց անփարդավան սրտին, հպարտության։ Որովհետեւ գիտեք ինչ է դեղի ունենա պալատական կյանքեն ներս, նախարարներ իրարու նկատմամբ, տեսվաններ իրարու նկատմամբ, նախարարներ իրենց ծրագիրներով, իրենց հաշվարկներով, տարբերություն չունի այսօր նույնն է, անունները տարբեր են, հագուստները տարբեր են, նույն նկարագրային գիծեր ունեցող մարդ արարածն է։ Եվ հետևաբար գսել չեմ ուզեր այդպիսիներուն հետ ընդհանրապես գավ ունենալ։ Աչքս պիտի չգտրեմ եւ հիմա գանսի ուրիշ խումբի մարդուց։ Աչքս երբևիցե պիտի չգտրեմ հավատացյալ մարդուցն են, որոնք ինձի հետ պիտի բնագին այլ խոսքով բալադի մեջ, այլ խոսքով խորհրդականներն են, այլ խոսքով նախարարներն են, այլ խոսքով բոլոր այն անձինք, որոնք թերագադարություն ունին բալադի կյանքի մեջ։ Եվ երբ որ թերագադարություն ունին, գնշագե ամենօրյա շփման մեջ են, հարաբերության մեջ են Դավիթի հետ։ Եվ իսե աչքս երբեք պիտի չգտրեմ այդ մարդոցն։ Այսինքն մնայուն այդ մարդոց հետ կապ պիտի ունենամ։ Ինչու որտեղ այդ մարդիկը նաև ինչպիսի մարդիկ են։ Համակաղապարագից այլ խոսքով, որ գնշագե ճշմարիտ Աստված պաշտության քիծի մեջ եղող անձինք, Աստուծո երկյուղ ունեցող մարդիկ, եւ ոչ թե մարդիկ հանգարց, որոնք ունին պաշտոններ, գուզեն օգտագործել, շահագործել իրենց այդ պաշտոնները, իրենց քաղնի անդերի զրպարտություններով, այս կամ այդ ծրագիրներու իրականացումով։ Եվ հետևաբար Դավիթը գուկակս է իմ հետ բնագող այդ մարդիկը ամպից կյանքով ապրողներն են, որ ինձի պիտի ծառայեն։ Եթե ինքը փապակի ամպից կյանքով ապրիլ, ուրեմն պետք է որ նաև ու շրջապատը եղող մարդիկը ամպից կյանքով ապրող մարդիկ ըլլան։ Այլևս պիտի այս կամ այն ծևով ուզես կամ ոչ, պիտի ազլվիս շրջապատից։ Եթե դու ուզես ամպից կյանք ապրիլ, բայց քու շրջապատիդ մեջ կան անիրավություններ, սրբարդություններ, ասիչներ, գամադիչներ, եթե ոչ ուղագի, անուղագիորեն դու պիտի ազդվիս։ Գրնալա չարդայդվիս, բայց վրատ գրնան ազդել։ Եվ այս մտահոգութենե թելադրված երևի Դավիթը գուկա եւ գսե այդպիսի մարդոց հետ կապ չեմ ուզեր ունենալ, այլ ուզեմ ունենալ այնպիսի մարդոց հետ, որոնք անարատ կյանքով ապրողներ են արդեն, իսկ ես կպատրաստվիմ այդպիսի կյանքմա ապրելու, իբրև թագավորի հանգամանքով, որտեղ այլևս ես այդ բար սովորական հովիվը չեմ, որ հորս հոդը գարացեի աշտերու մեջ, այլ իմ Աստված կանչած ես, որովհետեւ ինձի տրված այդ պատասխանատվությամբ, բարդականությամբ ըլլալու իրավ ճշմարիտ ներկայացուցիչը Աստուծո երկրի վրա։ Իմ տանս մեջ խաբեբան դեղ պիտի չունենա, ստախոսը իմ թիմացս պիտի չկանգնի։ Եվ այստեղ կարելի է երկու իմաստով։ Իմ տանս մեջ ընդհանրապես կարելի է, եթե ինքը գաբրե բալադի մեջ, բալադը իր դուններ, եթե ուրեմն կնշանակե, որ իր ընդհանրապես բալադի մեջ դեղ չունին ստախոսները, դեղ չունին նաև խաբեբա մարդիկ։ Նաև կարելի է այս որոնի մեջ ունենալ իր տանը մեջ, իր մտքի մեջ, իր խորհուրդներու մեջ, իր ծրագիրներու մեջ նաև չունենալու խաբեբայություն եւ ստախոսություն։ Օրին ես պիտի փնաչնչեմ երկրի բոլոր ամբարիչները, դիրոջ քաղաքեն ընդմիշտ վտարելով բոլոր աներոնություն գործողները։ Դիրոջ քաղաքը եթե երբեք Երուսաղեմ քաղաքն է, դիրոջ լերը եթե Սիոն լերն է, դիրոջ տունը եթե տաճարն է, Քրիստոս արիթոմը տաճար մտնելով մակրակ գործեց, դուրս հանեց վրընդեց,
Եվ այդ դաջարի մակրագործումը առաջին երթին կուկա նախ անցին։ Այս դաջարեն մակրագործելու դուրս անելու բոլոր տեսակի անիրավություններ, բոլոր տեսակի զրբարտություններ։ Տեսեք, Դավիթ որքան գուխոսի իր մեջ դուրս եղող մարդոց, նույնքան նաև այդ խոսքը գուղի ինքնիրեն։ Իր մտքի մեջ ինչու է որ կխնդրե, ես ուզեմ անարած սրտով ապրի, որտեղ իմ սրտիս խորհուրդները անարած չեն, իմ սրտիս մտածումները անարած չեն, որտեղ հստակորեն Պողոս առաքյալ կներկայացնի մարդուս մարդ արարած կոչվածին բդուղները ինչ են, քաղաքացիներու նամակը գարտան, գսե մարդուն բդուղները հետևյալներն են, Սպառնություն, թշնամություն, ադելություն, նախանց, փառություն, այս ամբողջ ցանկը կներկայացնի։ Իսկ Սուրբ Հոգի բդուղներն ալ հետևյալներն են, եւ արդեն ինքնին ցույց կտա, որ Դավիթ ինքը գիտե ով է ինք։ Գիտե իր սրտի մտքի խորհուրդները ինչ են, գիտե։ Անորոման է որ կխնդրե եւ գսե ես կուզեմ անարած սրտով ապրի, որտեղ իմ այս սրտիս խորհուրդները այնպես ինչպես զնտոց քիքի մեջ կսե ասված նոյին։ Այնպես կսե իմ հոգիս մարդու վրա պիտի չլա, որտեղ մարդը իր ծնունդեն ինչ է։ Չար է, որ գշեմ մարդուս խորհուրդները ինչ են, չար են, և Դավիթ ինքը գիտե որ իր խորհուրդները չար են, բայց որովհետև կնշանակի Աստծո ներկայացուցիչ դառնալու ժողովրդի մեջ, ուստի գուզե կխնդրե որ ինձի անարած սիրտ մտուր, որպեսզի ես կարենամ այդ անարած սրտով ապրիմ այս ժողովրդի մեջ, դառնալու համար նաև օրինակը, որպեսզի այս ժողովուրդը ինքն ալ ապրի անարած սրտով Աստվածապայել կյանքով եւ որ մե արդել օրինակը ղեկավարեն թագավորեն եւ ադորամար գսե օրը օրին մի անգամ միշտ եղած խոսքը չէ օրը օրին եւ պիտի փնաչնչեն երկրին բոլոր ամփարիշները դիրոջ քաղաքեն ընդմիշտ վտարելու համար բոլոր անօրենություն գործողները օրը օրին Որտեղ չգարձենք, որ եթե այսօր մակրեցինք մեր խորհուրդները, մեր մտածումները, վաղը արդեն մաքուր են, ոչ վաղը նոր օր է սիրելիս, վաղը նոր սկիզբ մը կա, վաղը ուրիշ խորհուրդներ պիտի կան մեզի, անոր համար ամենօրյա վիճակ մն է, որում մեջով գանցի մարդը, եւ անոր անդրադարձով է, որ նաև Դավիթը գիշե, օրը օրին պիտի վտարեմ, դուրս պիտի հանեմ, այս ուրգե դուրս պիտի հանես, նախ հանելու համար իր մտքեն, իր սրտեն, իր խորհուրդներեն Եվ երբ որ կպատրաստվի այդպիսի կյանքով ապրելու, հետևաբար նաև պիտի ուզե, որ իր շրջապատը ևս անոնք կլան նախարարներ, անոնք կլան ինչ որ ներկայացուցիչներ, անոնք ևս կլալու նույն մտքով, նույն խորհուրդներով։ Անորոման գսե, երբևիցե աչքս պիտի չգդրեմ անոնց մե, այսինքն այնպես ինչպես սերգուզե, հայացքս մնայուն անոնց վրա պիտի լա Անոնց մե ևս ես ալ բաներ ունիմ սորվելի, որտեղ արդեն այդպիսի մարդիկ գաբրին այդպիսի կյանքով։ Եվ հետևաբար ինչ կհիշեցնեմ մեզի այսօր հավատացյալներուս։ Մենք ինչպիսի օրինակ ունենք մեր առջև, որպեսզի մեր հավատքի կյանքը ապրենք այսօր։ Ինչու է որ եկեղեցին նաև գնշե սուրբերը, անոնց թերը, անոնց դերը, անոնց ներկայությունը մեր ամենօրյա կյանքի մեջ, ոչ թե զիրենք պաշտելու, այլ այնպիսի մարդիկ, որոնք ամփից կյանքով ապրող, անարած սիրտ ունեցող մարդիկ, որոնք ապրած են իրենց հավատքի կյանքը, իբրև օրինակ վերցնելու նաև մեզի այսօրվա հավատացյալներ։ Եվ անոր համար է, որ Պողոս առաքյալն նաև ինքզին կգարնի իբրև օրինակ կսե, ես Քրիստոսի կնմանիմ, հետևաբար նաև դուք ինձի նմանեցեք։ Որտեղ եթե ես կապրիմ անարատ կյանքով, ամփից կյանքով, որպես նաև հավատացյալը նայելով, այսպես այդ անձին, որ դարձած է ներկայացուցիչը, ես ապրելու այդ ձևով։ Այնպես ինչպես երբ որ երեխաները դամ մեջ կմեծնան, ով ունին իրենց աչքի առաջ օրինակ, եթե ոչ առաջին հերթին իրենց ծնողները, ուրեմն երբ որ իրենց աչքերը կփանան առաջին հերթին որու կտեսնեն իրենց ծնողներում։ Եվ ինչ է որ գուզեն սորվի, ինչ որ կտեսնեն իրենց ծնողներեն։ Երբ որ ծնողներում մեջ կտեսնեն աղոթքի պահը, այո գրնալու թշկոհինը սկիզբը, բայց պիտի տեսնեն բամը, որպեսզի անգե ևս սորվին։ Երբ որ ծնողքի մեջ կտեսնեն անիրավությունը, երբ որ ծնողքի մեջ կտեսնեն անփարաշտությունը, ինչ է որ գուզեն սորվի։ Ադորամարալ ասացված մը գա։ Բզդիկը կմեզնագսե մեծին նայելով։ Այսևա թագավորը ինքը գուզե ապրի այնպիսի կյանքով մը, որպեսզի ժողովուրդը իրեն նայելով
Եվ զինք ունենալով իբրև ներկայացուցիչ Աստծո, ինքն ապրի նմանօրինակ կյանք։ Եվ այս Սամոսը այդ օրերն սկսյալ բոլոր ժամանակահատվածի մարդկային պատմության մեջ օրինակ է, որ ղեկավար գոչվածը ով է, ինչ է, իր նկարագրային գիծերը ինչպիսին են ու պետք է ըլլան, ու մանավանդ չմոռնալու, որ այդ ղեկավարը ուրիշ մեկը չէ, եթե ոչ ներկայացուցիչը ճշմարիտ թագավորին, անորամար է, որ արիթումը Քրիստոս կիրես է Բիղադոսին։ Եվ որ Բիղադոս, այսպես հոխորդանքով, ես է Քրիստոսին, հարցումներուս պատասխանը դուր, ինչու չես տար, ինչու չես պատասխաներ, որտեղ դու չես գիտեր, որ ես իշխանություն ունիմ, ես խաչ հանեմ ու խաչ եմ բարի չես։ Քրիստոս ասել դու չունիս այդ իշխանությունը, քեզի դրված է այդ իշխանությունը, դու չունիս, հայրս է, որ քեզի դրված է այդ իշխանությունը, որ կնշանակի ամեն մեկ ղեկավար, անիգալա երկրի ղեկավար, անիգալա քաղաքի ղեկավար, անիգալա դան ղեկավար, ֆաբրիկի գործադերի ղեկավար, կարևոր չէ, ղեկավար, որ գանչված է նշանակված է այս ինչ տվյալ, ինչ որ ժողովուրդը գործադերին ինչ որ է ղեկավարել, չմոռնալու, որ ուրիշ բան չէ, եթե ոչ այնտեղ նշանակված է։ Եվ անորամարալ Պողոս առաքյալը ասե ով դերեր, այնպիսի վերաբերմունք ունեցեք ցեզ ծառայողներու նկատմամբ միշտ իմդի ունենալով, որ ցեզ մե վեր դեր մգա։ Ըստ այն մրեք ծեր բարդականությունը, ըստ այն մրեք ծեր ղեկավարությունը, մի կարծեք այնպես որ դուք եք դերն ու դիրական այս բոլորին, այլ գիտեք որ ցեզ մե վեր ծեր վրա գա ուրիշ դերմը, որում պատասխանատու եք։ Եվ այսօրվան այս իրավիճակ, որում մեջով գանսի մարտարարը ճիշտ այս է։ Հիշեցում, որ երբ որ կգանչվինք, ինչ բանի համար է, որ կգանչվինք, ինչու է, որ կգանչվինք։ Եվ ասված ինչ ուզեց սորվեցնել այս ժողովրդին, եւ այս ժողովրդի ջամփով եւ այս ժողովրդի օրինակով նաեւ սորվեցնելու մյուս ժողովուրդներուն։ Բայց եկուտես որ այս ժողովուրդը պիտի լար անտագարակը ոչ Աստծո սրտի մոտիկ։ Միայն մնացորդացն հազի։ Անորամարան թող որ այսօրվան այս իրավիճակի մեջով որ գանցի մարդկությունը, ինչու է որ մնայուն գաղութենք, եկեղեցին ինչու է որ մնայուն գաղութ է ղեկավարներուն, որպես այդ ղեկավարներ ունենան այդ իմաստությունը, թե իրենք ինչու կան, ինչն է իրենց թերն ու տեղը այս երկրի վրա, որովհետև այնքան գեղեցիկ է օրդներկությունը Մարիամին, եւ որ Եղիսաբեթին կողմեր։ Իսկ դու ես, որ ղեկավարներ գտնես, ղեկավարներ քիչեցնես։ Դու ես, որ ղեկավարներ կնշանակես, եւ ղեկավարներ իրենց կահերեն կհանես։ Որ կնշանակե հիշեցնեն, որ մեր ընդրությունը մեր քվեները չեն, այլ Աստծո ծրագիրն է, որ այնտեղ կնշանակվի, եւ հետո երբ որ ժամանակ ուկա հոնդեղեն ելնելու։ Մենք որ ծրագրենք, աշխատանք կդանենք, քվեներ գավակենք, բայց եկուտես, որ այս բոլորի ետին ժողովրդային բացառությամբ Աստծո մատը կա, որ գոչվի Աստծո նախախնամությունը, եւ երբ որ ամեն ինչի մեջ իր մատը կա, եւ ես կվստահիմ այդ մատին, այդ ներկայության, այդ զորության, Պողոս առաքյալը ասե, ով կգնա մեզի հագարակ։ Եվ ահավասիկ այս խոսքերը մեզ կքաչալերեն, կկոդեբնտեն, կխրախուսեն, որ ինչան լան պայմանները, ինչպիսին լան քալիք օրերը, նեղության ծանր օրեր, անորոշ օրեր, տարաբալից օրեր, բայց երբ որ գնայինք այդ խաչին, որ երկու երեսներով, սիրո եւ արդարադատության, դալու մեզի հույսը, որ արդեն հաղթանակը դարված է,
Թշնամին բարդված է արդեն, միայն կսպասվի ժամանակը իր լրումին հասնելու։ Աղոթենք։ Բահավան ամենայնի Քրիստոս, աչքո հովանի լիցի իվերաներ, իդվե և իքիշերի ինեստիլի դան, կնալի ճանավար, ինընչեր և իհարներ, զիմի երբեք սասանեցած, և ողորմյա քո արարացոց, և մեզ տված մամեղացս, ամեն է։